կգա ժամանակը, ամեն ինչ կասեմ։ Ես ասել եմ մի ամիսներ առաջ, որ ես մտածում եմ, շփվում եմ, քննարկում եմ տարբեր ոլորտների, տարբեր մասնագետների հետ։ Այսօր Հայաստանում չկա մի մարդ, չկա մի կուսակցություն, որ կարողանա մեր երկիրը այս վիճակից հանի։ Անպայման պետք է լինի քննարկում, համախմբում, պարտադիր չի, որ կուսակցական լինեն, այլ մարդը տվյալ ոլորտի ներկայացուցիչն է, արդյունավետ, բանիմաց, ցանկանում է, որ իր երկիրը լավ լինի, հզոր լինի, անկախ լինի, ուժեղ լինի, ժողովուրդը հարուստ լինեն, ժողովուրդը, որ աղքատ են, այդ երկիրը հզոր չի կարա լինի։ Պետք է լինի պայման հնարավորություն, բոլոր ոլորտները պետք է ուսումնասիրվեն, որ ոլորտում ինչն է խնդիրը, ինչն է խնդիրը, ինչ պետք է անես, որ այդ մարդը կարողանա իր աշխատանքով ապրի, որ այդ խնդիրները իրեն չխանգարեն, որ մարդը ծրագիրը կարդալուց հասկանա սա իրան է վերաբերում եւ այդ ոլորտից հասկացող մարդ է գրել, որ այս խնդիրները կան, այս խնդիրները կան։ Մենք այդ ուղղությամբ մշակում ենք եւ հիմա հաղորդումն էլ կա առաջարկ Հայաստանին։ Դռները բացա բոլորի համար, առաջարկում ենք ծրագիր, այս ավելի լավ բան ունես առաջարկում, խնդրեմ, ասա, եթե դա օգուտ է, դա արդյունավետ է, մենք պատրաստ ենք ընդունել։ Եվ ասենք մասնակցել եմ առաջարկ Հայաստանին ծրագրով։ Ծրագիրը պետք է լինես որ ուսումնասիրելով մեր երկրի հնարավորությունը, մեր ժողովրդի ունակությունը, որի հիման վրա կարանք զարգացնենք, հզորացնենք, պայմաններ ստեղծենք, նախանձ մարդը գիշերը հանգիստ չի կարա քնի։ Դա է իմ ասածը, ատելությունը պետք է վերանա, չարությունը վերանա, նախանձը վերանա, ամբողջ մեր երկիրը Հայաստանը պատկերացնենք մի հատ ընտանիք։ Եթե ընտանիքում ընդհանուր չկարողացան իրար հետ միասնական աշխատել, ապրել, լսել, լավը, գեղեցիկը, հզորը, արդյունավետը, ուրեմն ոչ մի հաջողություն չի կարելի։ Ինչ եղել է, պետք է մարդիկ կարողանան, ոչ թե նստեն բամբասեն, ավել պակաս խոսեն, ցեղ շպրտեն, սա նրա վրա, այլ ամեն մեկը պետք է առաջարկի, ինչ է ուզում անի, ինչ կարանի, ինչ է իր առաջարկը։